Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել ու լսել մեր կողմից պատրաստված այս հուզիչ պատմությունը։ Ամառային տաք երեկո էր, ռեստորանը լցված էր մարդկանց ուրախ ձայներով, երաժշտությամբ ու համեղ ուտեստների անուշաբույրով։ Սոնան, ով մատուցող էր, նոր էր սկսել աշխատել այստեղ։ Նա արագ-արագ տեղաշարժվում էր սեղանների միջև, պատվերներ էր ընդունում ու սպասարկում հաճախորդներին։ Մի քանի րոպե անց ռեստորանի դռներից ներս մտավ մի երիտասարդ, ով հագնված էր թանկարժեք բրենդային հագուստով, ձեռքին ոսկե ժամացույց, իսկ հետը ընկերների մի փոքր խումբ։ Նրա շարժուձևից ակնհայտ էր, որ ինքն իրեն վերդասող ու ամբարտավան անձնավորություն էր։ Նստելով սեղանի շուրջ, երիտասարդը գոռաց. «Մատուցողուհի, այստեղ արի»։ Սոնան ժպիտը դեմքին մոտեցավ, բայց երբ դեռ չէր հասցրել խոսել, տղան ծաղրական ձայնով ասաց. «Աղջիկ ջան, քո գործը էստեղ մեզ սպասարկելն է, այնպես որ արագ շարժվիր։ Կարծում եմ դու ուրիշ տեղում չէիր կարող աշխատել, հա»։ Նրա ընկերները սկսեցին ծիծաղել, իսկ Սոնան կարմրեց, բայց ձայն չհանեց։ Այն պահին, երբ նա պատրաստվում էր հեռանալ, ռեստորանում գտնվող մի երիտասարդ վեր կացավ։ Նա Արամն էր, համեստ, արժանապատիվ երիտասարդ, նրա աչքերը կայծկլտում էին զայրույթից։ Նա դիմեց հարուստ տղային. «Չես կարծում, որ չափն անցար։ Մատուցողը քո ծառան չէ և ոչ ոք իրավունք չունի նման կերպ խոսել ուրիշի հետ։ Ներողություն խնդրիր»։ Տղան բարձր ծիծաղեց. «Ինչ, ներողություն խնդրեմ մի մատուցողուհուց»։ Արամը մոտեցավ և հայացքը հառեց նրա աչքերին. «Այո, հենց այդպես, եթե պատիվ ունես, ներողություն կխնդրես»։ Հարուստ տղան քմծիծաղ տվեց, բայց շրջապատում հավաքված մարդիկ ակնհայտորեն սպասում էին նրա արձագանքին։ Նրա հոգու խորքում վիրավորվածությունը չէր մարում։ Նա կանգնեց ու դիմեց ռեստորանի ադմինիստրատորին. «Հրահանգեք, որ այսօրվանից ռեստորանը փակ է բոլորի համար։ Միայն ինձ համար է բաց։ Ես կվճարեմ։ Ես գնում եմ ամենաթանկարժեք խմիչքները, վճարում եմ բոլոր տեղերի համար ու չեմ ուզում, որ ներսում ուրիշ մարդ լինի»։ Ադմինիստրատորը զարմացած նայեց, բայց հենց այդ պահին Արամը քայլեց դեպի բեմ, վերցրեց խոսափողն ու ժպիտով ասաց. «Հարգելի հյուրեր, թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր ռեստորանից օգտվելու համար, և ի դեպ, Արամը շրջվեց հարուստ տղայի կողմը, ես եմ այս ռեստորանի տերը»։ Ռեստորանում լռություն տիրեց։ Հարուստ տղան կարկամել էր, նրա դեմքը գունատվել էր, իսկ ընկերները սկսել էին շշուկով խոսել։ Արամը շարունակեց. «Բայց մեր ռեստորանում մենք երբեք թույլ չենք տալիս, որ ինչ-որ մեկը նսեմացնի մեր աշխատակիցներին կամ հյուրերին։ Իսկ քանի որ դու վճարել ես բոլոր տեղերի համար, ապա հույս ունեմ, որ լավ ժամանակ կանցկացնես միայնակ»։ Նա կտրուկ շրջվեց ու Սոնային թեթև ժպտաց, հասկացնելով, որ արդարությունը վերականգնվել է։ Հարուստ տղան ոչինչ չասաց, պարզապես վերցրեց իր բանալիներն ու արագ դուրս եկավ։ Նրա ընկերները ևս առանց ավելորդ խոսքերի ուղղակի հետևեցին նրան։ Հյուրերը ծափահարեցին Արամին, իսկ Սոնան զարմանքից աչքերը լայն բացած շնորհակալության հայացքով նայեց նրան։ «Շնորհակալ եմ», շշնջաց նա։ Արամն ժպտաց ու ասաց. «Ամեն մարդ հարգանքի է արժանի, անկախ նրանից, թե ինչ աշխատանք է նա անում»։ Այդ օրվանից Սոնան հասկացավ, որ երբեմն կյանքը կարող է անսպասելի շրջադարձեր ունենալ, բայց արժանապատվությունը միշտ հաղթում է։ Արամն ու Սոնան ավելի ու ավելի շատ սկսեցին շփվել։ Ռեստորանի ներսում նրանց համագործակցությունը շարունակվում էր, իսկ դրսում կյանքը բերում էր նոր անակնկալներ։ Մի օր, երբ Սոնան տուն էր վերադառնում, նրա ճանապարհը փակեց նույն հարուստ տղան։ Այս անգամ նա մենակ էր։ Նրա աչքերը հարբածությունից կարմրել էին, իսկ շարժումներն անվստահ էր։ «Սոնա», նա ձայնեց, «դու չգիտես, թե ով եմ ես։ Դու չգիտես, թե ինչ ուժ ունեմ ես»։ Սոնան մի պահ վախեցավ, բայց անմիջապես հավաքեց իրեն։ «Ինչ եք ուզում», խիստ ասաց նա։ Տղան փորձեց մոտենալ, բայց հենց այդ պահին փողոցի ծայրում հայտնվեց Արամը։ Նա արագ քայլերով մոտեցավ ու կանգնեց Սոնայի կողքին։ «Ինչ խնդիր կա»։ Տղան ժպտաց, բայց ժպիտն այլևս այլ նշան ուներ։ Դու չես կարող ինձանից խլել այն, ինչ ես ուզում եմ։ Նա մռայլվեց ու շրջվեց, որպեսզի հեռանա։ Սոնան զգաց, որ նրա սիրտն արագ է բաբախում։ Արամը զգուշորեն բռնեց Սոնայի ձեռքն ու ասաց, որ անհանգստանալու կարիք չկա, նա իր կողքին է։
Հաջորդ օրը նոր միջադեպ տեղի ունեցավ։ Ռեստորանի մուտքի մոտ կանգնած էր մի տարօրինակ տղամարդ մուգ ակնոցով ու թիկնապահի տեսքով։ Նա սպասում էր ինչ-որ մեկին։ Սոնան նկատելով նրան զգուշորեն մոտեցավ։ «Կարող եմ օգնել»։ Տղամարդը հանեց ակնոցն ու ասաց. «Ես փաստաբան եմ, իմ հաճախորդը երեկ երեկոյան այստեղ եղած մի երիտասարդ է, ում վիրավորել են հանրության առաջ»։ Սոնայի սիրտը թռավ տեղից։ Արամը հենց այդ պահին դուրս եկավ իր գրասենյակից։ «Ինչ-որ խնդիր կա»՝ հարցրեց նա հանգիստ ձայնով։ «Դուք Արամն եք»։ «Ձեզ ենք հրավիրում դատարան պատվի և արժանապատվության խախտման համար»։ Արամը վերցրեց թղթերը, նայեց փաստաբանի աչքերին ու ասաց. «Լավ, տեսնենք, թե արդարությունն ինչպես է գործում դատարանի դահլիճում, բայց վստահ եղեք, ես էլ փաստեր ունեմ»։ Սոնան հուզված էր, նա չէր ցանկանում, որ իր պատճառով Արամը խնդիրներ ունենար, բայց Արամը հանգստացրեց նրան։ «Մի անհանգստացիր, երբ արժանապատվությանդ համար ես պայքարում, պետք է պատրաստ լինես դրան, իսկ դու երբեք մեղավոր չես, երբ քո նկատմամբ անարդարություն է արվել»։ Այդ օրը ռեստորանը շուտ փակվեց։ Արամը պատրաստվում էր իր առաջին դատական լսմանը, իսկ Սոնան իր սրտում որոշեց, ինչ էլ որ լինի, այս անգամ ինքը պիտի կանգնի Արամի կողքին։ Դատը դարձավ քաղաքի քննարկվող թեման։ Մեդիան անդրադարձավ սոցիալական ցանցերում տարածվեցին տեսանյութեր միջադեպից։ Հասարակությունը հիմնականում Արամի կողքին էր, նրան տեսնելով որպես արդարության կողմնակից ու համեստ հերոս։ Դատավարության ընթացքում հարուստ տղան Նարեկի փաստաբանները փորձեցին ներկայացնել, որ Արամը հրապարակավ նվաստացրել է իրեն հաճախորդին ու վտարել, խախտելով սպառողի իրավունքները։ Սակայն Արամի փաստաբանն էլ ներկայացրեց ամբողջ տեսագրությունը, ընդգծելով, թե ինչպես է Նարեկը բացահայտ վիրավորել Սոնային ու սպառնացել ամբողջ անձնակազմին։ Սոնան նույնպես վկայեց, ներկայացնելով իր ապրումները։ Դատավորի որոշումը հնչեց ակնկալվածից շուտ։ Դատարանը մերժեց հայցվոր Նարեկի բողոքը։ Ռեստորանի սեփականատեր Արամը գործել է ծառայողների արժանապատվությունը պաշտպանելու իրավունքով առանց խախտելու որևէ օրենք։ Դատական ծախսերը կկրի հայցվորը։ Սրահը ծափահարեց։ Սոնան արցունքն աչքերին գրկեց Արամին, ասելով. «Դու ոչ միայն իմ արժանապատվությունը պահեցիր, այլև ուրիշների համար օրինակ դարձար»։ Այդ օրվանից ռեստորանը դարձավ ոչ միայն համեղ ուտեստների վայր, այլ նաև հարգանքի ու մարդկայնության խորհրդանիշ։ Դե ինչ գրեք, թե արդյոք ձեզ այս նյութը դուր եկավ և կցանկանաք, որպեսզի այսպիսի պատմություններ մեր ալիքում շատ լինեն։ Գրեք նաև, թե ինչպիսի պատմություններ են ձեզ ավելի շատ դուր գալիս։